Խաղաղ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, կստորագրվի այն, թե ոչ, արդյոք պետք են միջնորդներ ու երաշխավորներ, կբացառի արդյոք փաստաթուղթը նոր պատերազմի վտանգը, որ սահմաններում է ճանաչվում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ թեմաների համապարփակ քննարկմամբ։ Արդեն 2 շաբաթ է անցել այն օրից, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ համաձայնության են հասել խաղաղ համաձայնագրի տեքստի բոլոր վիճելի կետերի շուրջ։ Որոնք կլինեն հաջորդ քայլերը ու ինչի դրանք կհանգեցնեն, այս հարցերի պատասխանները այսօր կփորձեմ գտնել քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի ու քաղաքական գործիչ Հայկ Խանոմյանի հետ միասին։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, ձևաչափին ծանոթ եք, սկզբից ուրեմն ծանոթանանք այն տեսանյութին, որը գործընկերս պատրաստել է, որից հետո անցնենք զրույցին։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտելու մասին Երևանի ու Բաքվի անսպասելի հայտարարությունները շատերին զարմացրին։ Մարտի 13-ին այս մասին առաջինը հայտարարեց ադրբեջանական կողմը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։ Երևանն ընդունել է բաց մնացած վերջին 2 կետերը։ Հաջորդ փուլում Հայաստանի սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները։ Բացի այդ, պետք է լուծարվեն Մինսկի խումբն ու դրա մնացորդները։ Նույն օրը երեկոյան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւս հաստատեց այս լուրը, նշելով, որ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ, այսպիսով խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Ի պատասխան Ադրբեջանը Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության ձևաչափում դարձյալ հիշատակեց սահմանադրությունն ու Մինսկի խումբը, աշխատանքի շարունակումը դիտարկելով նաեւ այս հարցերի քննարկումով։ Պատրաստ ենք շարունակել երկխոսությունը այս եւ երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը վերաբերող մյուս հարցերի վերաբերյալ։ Հայաստանը եւ Ադրբեջանը 4 տարի աշխատում էին խաղաղության համաձայնագրի տեքստի վրա։ Այս ընթացքում փաստաթուղթը զգալիորեն կրճատվեց։ Պետական սահմանների սահմանազատման թեման դարձավ առանձին բանակցությունների առարկա։ Անցած տարվա ամռանն էլ համաձայնագրի տեքստից հանվեց տրանսպորտային կապերի ապաշրջափակման բաժինը։ 17 կետանոց նախագծի մեջ չհամաձայնեցված էին մնում 2 հոդվածները, որոնք վերաբերում էին միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն եւ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն։ Նույն օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանը մանրամասնեց տարաձայնությունների առարկա հանդիսացող այս 2 կետերը։ Մենք նաև անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ այս պահին արկա բովանդակությունը կարող է համարվել այն հող զիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել եւ ըստ էության այո, այս հանգամանքներում ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ ինչ որոշում կար հաղորդակցությունների մասին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ շեշտեց, որ համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ միջանցքի մասին։ Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, երկկողմ պատրաստակամություն, այդ թվում նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում։ Չնայած այս հարցերին աշխարհի տարբեր երկրներ ու կառույցներ Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստանի Դաշնություն, ՀԱՊԿ-ից մինչև ՆԱՏՕ ողջունեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ աշխատանքների ավարտը, հույս հայտնելով, որ շուտով փաստաթուղթը նաև կստորագրվի։ Բայց արդյոք այդ լավատեսությունը բավարար է ավարտելու 3.5 տասնամյակ շարունակվող հակամարտությունը։ Այդ հայտարարություններից շատ չանցած Ադրբեջանը սկսեց մեկը մյուսի հետևից սադրիչ ապատեղեկատվություն տարածել, Հայաստանին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
Ինքը վարչապետը Facebook-յան գրառումներով տեղեկացրեց, որ իր հանձնարարական Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հստակ է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել եւ այն, որ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի։ Փաշինյանը գրել էր նաեւ, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել խաղաղության փաստաթղթի ներքո։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը նշեց, որ էսկալացիայի որևէ հիմք եւ հիմնավորում չկա, որովհետեւ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության Խորհրդային Միության հանրապետությունների սահմաններով։ Հետևաբար այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ նրա իրագործումը։ Մենք մեր քաղաքացիների առաջ եւ իլուր միջազգային հանրության հայտարարել ենք խաղաղության օրակարգ եւ խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը եւ մեր գործողությունները շարունակաբար եւ հետեւողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալու։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթն ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո, եւ երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը եւ մենք այլևս կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն եւ կայունություն, այդ պայմաններում Եվրամիության դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ, կամ ավելի պակաս նեղություն տալ։ Իհարկե դեռ որոշում չկա, բայց նաեւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիվանագիտական կամ երրորդ երկրների կամ երրորդ կողմերի հետ մեր հարաբերությունները մեր ինքնիշխան հարաբերությունների հարց են եւ դրանք երկկողմ մակարդակում կքննարկվեն եւ լուծումներ կստանան։ Ինչ վերաբերում է միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման խնդրին, Փաշինյանի խոսքով այդ հայցերը մեծ հաշվով խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար են, կամ խաղաղություն եւ կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու, լուծելու համար են։ Ուստի եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Նկատի ունեմ, մենք երբեմն նպատակները եւ միջոցները խառնում ենք իրար։ Այսինքն շատ տարօրինակ կլիներ հրաժարվել նպատակից եւ նախընտրել միջոց։ Փաշինյանի գնահատմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարումը հստակ քննարկելի հարց է, որովհետև երբ Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության, այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է։ Իսկ ինչ վերաբերում է սահմանադրության հարցին, վարչապետի փոխանցմամբ այդ խոսույթը Հայաստանի ներքին քաղաքական օրակարգում եղել է դեռ 2018 թվականից եւ կառավարությունը պլանավորում է նոր սահմանադրության ընդունման այդ հանրաքվեն իրականացնել 2027 թվականին։ Եվ ես ուզում եմ ընդգծել, որ սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած մյուս կողմից պետք է նաև խոստովանել, որ սա չի կարող չունենալ տարածաշրջանային եւ միջազգային ազդեցություն։ Ադրբեջանը առիթը չի կորցնում ու պարբերաբար Հայաստանի զինվելու հարցն է բարձրացնում։ Վարչապետն անդրադառնալով այս հարցին նշում է, որ Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը։ Ադրբեջանը կարող է նոր հարցեր բերել օրակարգ, բայց վարչապետ Փաշինյանի խոսքով չի նշանակում, թե դրանք բոլորը Հայաստանի համար քննարկելի են։ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն հրապարակել փոխհամաձայնեցված տեքստը։ Առայժմ հստակ չէ նաև, թե երբ կարող են մեկնարկել այն ստորագրելու մասին քննարկումները։ Համաձայնագրի նախագծի տեքստը հրապարակված չէ, ոչ մեկ այն չի տեսել, բայց բոլորը գնահատում են, ընդ որում գնահատում են շատ տարբեր ձևերով, հա, ոմանք ասում են, որ սա կապիտուլյացիա է, հակառակորդները, ընդդիմախոսները ասում են, որ սա Հայաստանի համար ընդունելի փոխզիջում է, ինչպես դուք գնահատեք բոլորը։ Ես ճիշտն ասած որպես փոխզիջում էլ այն չեմ գնահատի, սա միջազգային պայմանագիր է, թեև նրա անունը համաձայնագիր է, բայց դրանից էությունը չի փոխվում, որը ենթադրում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ինչ որ փոխհարաբերությունների համակարգում սկսելու են համագործակցել։ Այդ փոխհարաբերությունները կարող են լինել ինտենսիվ, կարող են լինել հազվադեպ, կարող են լինել բարեկամական ինչ որ զարգացումների դեպքում, կարող են մնալ մրցակցային, մնալ հակամարտող կողմերի փոխհարաբերություններ, բայց այդ փոխհարաբերությունների համակարգը պետք է գոյություն ունենա եւ պետք է գոնե նշանակալի չափով նվազեցնի հետագայում թշնամական գործողությունների ռիսկերը եւ դրա մասին էլ եկեք հիշենք, որ կետ կա
ուղիղ կետ կա դրա մասին խոսող եւ դա այն մասին է, որ կողմերը զերծ են մնալու խաղաղությունը վտանգող հայտարարություններից իրար նկատմամբ, ինչը ընդհանուր առմամբ բնորոշում է այս համաձայնագիրը, այսինքն սա փաստաթուղթ չէ, որը տանում է կամ կապիտուլյացիայի կամ ընդհակառակը բարեկամական հարաբերությունների, այլ սա փաստաթուղթ է, որը նվազեցնում է ռիսկերը։ Ադրբեջանում սիրում են հիշեցնել, որ իրենք են մշակել այս նախագծի տեքստը եւ որ վերջին երկու վիճելի կետի վերաբերյալ իրենք մնացել են սկզբունքային իրենց մոտեցման եւ Հայաստանն է զիջել, այդպես է։ Ես կարծում եմ ոչ 12 անգամ այդ վերջին երկու կետը ներառող սկզբում մի փոքր ավելի շատ, վերջում միայն այդ երկու կետը ներառող փոփոխություններ ներառող փաստաթուղթը շրջանառվել է Հայաստանից Ադրբեջան եւ վերադարձ եւ բավականին փոփոխություններ է կրել։ Մեկ կետի մասին ես նշեմ, օրինակ սահմանի երրորդ ուժերի ներկայության կետը սկզբնական տեքստում եղել է զինված ուժերի, հետագայում այդ զինված բառը դուրս է եկել, նույնիսկ ուժեր չի եղել այնտեղ, ինչքան գիտեմ, եղել է զինված ներկայություն, հետագայում դարձել է ուժեր եւ այլն, այսինքն այս կետի օրինակով ես ցանկանում եմ ասել, որ բազմաթիվ փոփոխություններ ըստ ամենայնի եղել է։ Բայց դա ում շահից է բխել այդ զինված բառը հանելը։ Ես ճիշտ ասած չգիտեմ, ամբողջական տեքստը կհրապարակվի, այդտեղ մենք կհասկանանք թե ում շահից է բխել, որովհետեւ նույնիսկ այս կետի վերաբերյալ մենք պատկերացում չունենք, թե ի վերջո նախադասությունը ինչպես է կառուցված եւ այդտեղ կկարողանանք միայն գնահատել, թե ով է շահել զինված բառը հանելուց, բայց ամեն դեպքում տեսեք փոփոխություն կա եւ փոփոխությունը ակնհայտ է, փոփոխությունները շատ են եւ այդ փոփոխությունները որոշակի առումով նաեւ համապատասխան են Հայաստանի շահերին, հակառակ դեպքում Հայաստանը 12 անգամ շրջանառելուց առաջ իր համաձայնությունը կտար Ադրբեջանին եւ ոչ թե 12-րդ անգամ ստանալուց հետո։ Հայկ Ռոբերտը կարծում է, որ այստեղ փոզիչման ականատես ենք, դուք համաձայն եք, թե այլ կարծիք ունեք։ Ես այնքան լավատես չեմ այդ փաստաթղթի հետ կապված, գոնե այն մանրամասնությունները ինչ որ մեզ հայտնի է, ես չեմ կարծում, որ այս փաստաթղթը խաղաղություն է բերելու եւ գոնե որոշակիորեն բարելավելու է հարաբերությունները, որովհետեւ խաղաղությունը ինքը ավելի լայն գործընթաց է, ենթադրում է լուրջ փոխգործակցություն, այդ թվում տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված, ես այդպիսի կետեր չեմ տեսնում համաձայնագրում, չեմ տեսնում, որ այս ամենը բերելու է ոչ թե լարվածությունների մեղմացման, այլ ընդհանրապես հարաբերությունների վերսկսման, այնպես ինչպես որ կարող ենք ենթադրենք Ադրբեջանի տարածքով գնանք Ռուսաստան, կամ Ադրբեջանը մեր տարածքով գնա դեպի Կարս, կամ չգիտեմ, այս ենթակառուցվածքները ինչի մասին անընդհատ Բայց այդ նպատակը ի սկզբանե ունեցել է այդ փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը, այսինքն խաղաղությունը այդպես պիտի հաստատվի։ Փաստաթուղթը ինչ նպատակ ունի, ինչ նպատակ չունի, այս փաստաթուղթը ես չեմ տեսնում, որ ինչ որ բան տալիս է Ադրբեջանին, ինչ որ բան տալիս է Ալիևին, ինչ որ բան տալիս է Հայաստանին։ Այս փաստաթուղթը կարող ինչ որ բան տա։ Այսինքն արդեն լավ է, թե չեք տեսնում, որ Ալիևին բան է տալիս։ Այս փաստաթուղթը կարող ինչ որ բան տա Նիկոլ Փաշինյանին միայն, որը հաջորդ ընտրություններում կարող է ասել, որ ահա խաղաղություն ենք բերում եւ պատերազմից վախեցած հասարակությանը փորձի դրանով մխիթարել եւ ինչ որ ձայն ստանալ դրա հաշվին։ Հայկը կարծում է, որ Փաշինյանից բացի ուրիշ շահագրգիռ եւ շահող կողմ չկա։ Ես արդեն նշեցի, որ այս փաստաթուղթին խաղաղություն չի բերում, այստեղ համաձայն եմ, իսկապես այն ինքնին խաղաղություն բերող փաստաթուղթ չէ։ Այն ռիսկերը նվազեցնող փաստաթուղթ է։ Տեսեք, այս համաձայնագրով Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատում։ Սա նշանակում է մեկ բան, որ գոնե խոսակցության մակարդակում Հայաստանը եւ Ադրբեջանը մի փոքր ավելի մոտ կլինեն եւ կարողանան հարցերը քննարկել մի փոքր ավելի այնպիսի մակարդակում, որը կնվազեցնի էսկալացիայի միջոցով խնդիրներ լուծելու հավանականությունը։ Իհարկե այն խաղաղություն բերող չէ, այն երաշխիքներ իր հերթին չի բերում, ենթակառուցվածքները, որոնց մասին դուք նշում եք, ընդհանրապես կապ չունեն այս համաձայնագրի հետ, այն դուրս է եկել համաձայնագրի տեքստից արդեն ամիսներ նախաձեռնությամբ ոնց հասկանում։ Այո, քանի որ այդ հարցի վերաբերյալ իմ գնահատմամբ դուրս է եկել, քանի որ այդ հարցի վերաբերյալ համաձայնության հասնելը շատ բարդ է եւ այդ հարցում կա նաեւ երրորդ կողմ, որը էական վերապահումներ ունի բացման պայմանների վերաբերյալ, որի մասին բացահայտ հայտարարում է, դա Ռուսաստանն է, եւ որpիսի մենք խաղաղության համաձայնագիրը կախման մեջ չգցենք Ռուսաստանի համաձայնությունից, Ռուսաստանի վերապահումներից եւ այլն, իմ
գնահատմամբ հենց այս պատճառով այս կետը դուրս է եկել համաձայնագրից, այսինքն ենթակառուցվածքները առանձին քննարկման առարկան եւ այո, համաձայն եմ, երբ ենթակառուցվածքների խնդիրը լուծվի, խաղաղությունը շատ ավելի մոտ կլինի, քան մինչ այդ, բայց այն, որ այս փաստաթուղթը ինքը իրենով նվազեցնում է ռիսկերը, կարծում եմ այդտեղ վիճելու բան չկա։ Այսինքն կամ համաձայնագիր լինելու է կամ չի լինելու, ավելի լավ չի լինի, քան չլինի։ Ես չեմ կարծում լինելու այդ համաձայնագիրը, հենց դրա մասին եմ ասում, եթե տեսնում ենք Ադրբեջանը դրանից հետո էլ անընդհատ նոր նախապայմաններ է դնում, նոր բաների մասին է խոսում, ես վստահ չեմ, որ այդ միջազգային հայցերից հրաժարվելը, օրինակ, որի մասին չհամաձայնեցված կետերից մեկը որպես նշվում էր, բերելու է ինչ որ բանի։ Այսօր էլ Ադրբեջանը ակտիվորեն միջազգային հայցեր է ներկայացնում եւ Հայաստանը, ինչպես գիտենք, ունի այս պահին, դուք պատկերացեք Հայաստանը հետ է կանչում եւ Ադրբեջանը չի կանչում։ Ինչ վիճակում ենք հայտնվելու։ Եթե հստակ պայմանագրում գրված է, որ կողմերը հրաժարվում են հայցերից։ Համաձայնություն կար նոյեմբերի 9-ին, ուր է այդ համաձայնագիրը։ Հայաստանը էլի կարող է իր կետերը կատարի, Ադրբեջանը չի կատարի։ Եվ վտանգը միշտ կա։ Ընդհանրապես իրավունքներից հրաժարվող երկրները իրենց դերը միջազգային հարաբերությունում զգալիորեն նվազում են։ Նույնիսկ այն խոսակցությունները, որ Հայաստանը պետք է իր հայցերը հետ վերցնի եւ այլն, եւ Ադրբեջանն է բավական լկտի ձևով էր արտահայտում դրա շուրջ, որ դուք վերցրեք ձեր հայցերը մերինի հետ գործ չունեք եւ այլն, մենք մերինի պատասխանատու ենք եւ այլն։ Հայաստանի կշիռը դաշնակիցների, պոտենցիալ դաշնակիցների, այն երկրների, որոնք կփորձեն Հայաստանին պաշտպանել, այն երկրների, որոնց խորհրդարանները որոշակի ռեզոլյուցիաներ են ընդունում տարբեր հարցերի շուրջ, զգալիորեն նվաստացում են այդ երկրների մոտ Հայաստանի կշիռը։ Բայց Հայաստանը համաձայնվել է միակողմանի դա անել։ Խոստացել է, որ եթե հակառակ կողմը եւս դա կատարի, ինքն էլ է անում։ Հիմա Ադրբեջանը ասելու է, դե սկսի հետ վերցնելը։ Հայաստանը ինչպես միշտ գնալու է հետա վերցնելու, ոչ մի բան չի ստանալու, նրանք է չեն անելու, ինչ որ ձևով սառեցնելու են եւ Հայաստանը հայտնվելու են վիճակում, ինչ հայտնվում է միշտ, ունեք սահմանազատման ընթացքում, երբ որ տարածքներ են զիջում եւ չի ստանում, ու այսպես շարունակ։ Ուզում եմ ասեմ, սա լրջագույն խնդիր է, սա լրջագույն ծուղակ է, որը Ադրբեջանը դրել է Հայաստանին եւ այս ծուղակի մեջ ինչքան հասկանում եմ հեշտությամբ ընկնելու են հետևելով որոշակի գործընթացների։ Ռոբերտը կարծում է, որ հնարավոր է այդպես, որ կողմերից մեկը կատարում է համաձայնեցված կետի պահանջը, իսկ մյուսը հրաժարվում է։ Ընդհանուր առմամբ, եթե ընդհանրապես կետերի մասին խոսենք, այո, հնարավոր են այդպիսի զարգացումներ, բայց ոչ այն կետը, որի մասին գործընկերը խոսում է, հայցերի հետ վերցնելը դա այդպես թղթապանակ չէ, որ գնան այդպես տնեն թևի տակ եւ հետ կան, դա բավական երկար իրավաբանական գործընթաց է, եւ այդ գործընթացները պետք է տեղի ունենան զուգահեռ։ Իհարկե, եթե ինչ-որ մի փուլում Հայաստանը տեսնի, որ զուգահեռաբար մյուս կողմը չի իրականացնում այդ գործընթացը, չեմ կարծում, որ Հայաստանում կա այնպիսի մարդ, որ միակողմանիորեն կշարունակի այդ գործընթացը եւ ավարտին կհասցնի, եւ Հայաստանը փաստացի հայցեր չի ունենա այն դեպքում, երբ Ադրբեջանը դեռևս այդ գործընթացը չի էլ սկսել կամ սկսել է, բայց չի ավարտում, այնպես որ այստեղ մտահոգության տեղ ես չեմ տեսնում։ Իսկ ընդհանրապես ընդհանուր առմամբ ում շահերից է բխում։ Ընդհանուր առմամբ հայցերի հետ վերցնելը այս դեպքում կոնկրետ բխում է Ադրբեջանի շահերից ավելի, քան Հայաստանից, ըստ այն մոտեցումների, որոնք մենք լսում ենք իրավաբաններից, որովհետև ես իրավաբան չեմ, քանի որ Հայաստանի դիրքերը մի փոքր ավելի ամուր են, քան Ադրբեջանի, բայց այստեղ կա մեկ հարց, որի դեպքում ես օրինակ դեմ չեմ հայցերը հետ վերցնելուն, դա կապված է Ադրբեջանում մեր գերիների հետ։ Ես իհարկե փաստեր չունեմ, որ հայցերի հետ վերցնելը զուգահեռվելու է գերիների ազատ արձակման հետ, բայց կան որոշակի ակնկալիքներ այս առումով, հատկապես կապված նրա հետ, որ Հիկմետ Հաջիևին Մայքլ Վոլցի զանգի ժամանակ հենց դրա մասին խոսվեց, կապվեց իրար համաձայնագիրը ստորագրելու եւ գերիներին ազատ արձակելու այդ մոտեցումները։ Մենք նույնիսկ խոսում ենք այն մասին, որ գրվածը հնարավոր է չկատարվի, իսկ դուք ասում եք չգրվածը կատարելու հավանականության։ Դե հասկանալի է, բայց գերիների բաց թողնելը, գերիների վերադարձը եւ հայցերը հետ վերցնելը, դրանք ժամանակային առումով կարող են համընկնել իրար հետ, կարող են մեկը մյուսից առաջ եւ հետո լինել, այո, եւ այդ ամենը պետք է կառավարել։ Ոչ ոք չի ասում, որ փաստաթուղթը գրելու ենք, դնելու ենք եւ սպասելու ենք, թե Ադրբեջանը այդ ամենը կատարեց, թե չկատարեց։ Այդ ամբողջ ընթացքը պետք է կառավարել եւ դա պետք է անել Հայաստանի իշխանությունը։ Մյուս այդ դժվարությամբ համաձայնեցված կետի մասին խոսենք, սահմանում երրորդ երկրների ներկայացուցիչների արկայության մասին, հա։ Հայաստանը համաձայնվել է, որպեսզի երկու կողմերից էլ կամ հեռանան կամ չլինեն երրորդ երկրների ներկայացուցիչներ։ Այստեղ Ադրբեջանը ինչ որ բան զիջել է, թե սա միակողմանի զիջում է Հայաստանի։ Իհարկե միակողմանի է, Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ուժ չկա, Հայաստանի սահմանին ամենայն հավանականությամբ ոչ թե ամենայն դա վերաբերում է եվրադիտորդներին,
Եվ Ադրբեջանը ուժ են, նրանք ընդամենը այդպես մեկնաբանում, բայց Ադրբեջանը բոլորին այլ կերպ է մեկնաբանում, անընդհատ մեղադրում է եվրադիտորդներին հետախուզական գործողություններ անելու մեջ Ադրբեջանի դեմ եւ այսպես շարունակ։ Ուզում եմ ասեմ, ակնհայտորեն հստակ է առարկան, հստակ է պահանջը, հստակ է հասցեատերը եւ տվյալ դեպքում Հայաստանը այդ դեպքում իհարկե զիջում է, չեմ կարծում ինչ որ խոշոր զիջում է դա, բայց ամենայն դեպս այդ հարցում զիջում է, որը կարող է հետագայում առիթ հանդիսանալ այլ բաների համար, ենթադրենք տարբեր էսկալացիաների համար։ Նախ նշեմ, որ ոչ մի դեպքում միակողմանի չէ, որովհետև Ադրբեջանը եւս իր կողմից չի կարող տեղակայել երրորդ երկրների ուժերի, բայց մենք չգիտենք թե ինչ զարգացումներ կլինեն եւ արդյոք Ադրբեջանը չի փորձի Թուրքիայի կամ Ռուսաստանի զինված ուժեր տեղակայել սահմանին, ինչը չի բխում մեր շահերից, բայց այստեղ կա նաեւ հակառակ կողմը եւ այդ հակառակ կողմը վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի հավակնություններին, ես կարծում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, իհարկե գործընկերոջից մասին չէ խոսքը, բայց կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր շատ են աղմկում այս թեմայով, հույս ունենալով, որ ինչ-որ զարգացումների արդյունքում գուցե հնարավոր լիներ այդ սահմաններին տեղակայել ոչ թե Եվրամիության դիտորդներ, այլ օրինակ ՀԱՊԿ-ի դիտորդական ուժեր, որի մասին Ռուսաստանը անընդհատ խոսում էր, եւ այդ քաղաքական ուժերին հաճելի կլիներ, որ ՀԱՊԿ-ը այդպիսի հնարավորություն ունենար, բայց այս փաստաթուղթը փաստացի փակում է նաեւ այդ ճանապարհը։ Ինչ վերաբերում է զուտ Եվրամիության դիտորդական առաքելությանը, ապա նրանք կարող են եւ փոխել իրենց առաքելության ձևաչափը, օրինակ ինչ է նշանակում սահման, դա հատման կետից 1 կիլոմետր տարածությունն է, 3-5, պետք է հասկանալ որն է սահմանը եւ նրանք կարող են այդ տարածությունը չհատել ուղղակի, բայց շարունակել իրականացնել իրենց գործառույթները, որևէ կերպ չխախտելով պայմանագիրը։ Անցնենք ադրբեջանական հաջորդ նախապայմանին, Մինսկի խմբի լուծարումը, ինչ կտա մեզ դա, ինչ վտանգ կբերի իր հետ։ Մենք այստեղ խոսել ենք այդ թեմայով Ստեփան Գրիգորյանի հետ միասին, էլի բանավեճի ֆորմատով, իսկ Հայաստանը ինչպես է փորձում այդ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնող դառնա, եթե ինքը չի դրա ստեղծողը, մենակ ինքը չէ, էլի, այդ երբ որ այդ Մինսկի խումբը փորձում էր հրավիրվել, այդտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացնել է, որ չունի, չկա այդ սուբյեկտը, գոյություն չունի այլևս։ Հա, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները այսպես զիջելով ուր է գնալու։ Հայցերից հրաժարվում է, Մինսկի խմբից հրաժարվում է, ով է այդ իրավունքը տվել Հայաստանի Հանրապետությանը։ Մի հատ անդրադառնանք այդ հարցին։ Արդյոք ինքը այդ պատասխանատվությունը վերցրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները այսպես աչուձախ վաճառելու կամ շպրտելու։ Չէ՞ որ դա դիմաց ոչինչ էլ չի ստանում։ Ընդհակառակը անընդհատ լուծարումը Մինսկի խմբի ինչ որ բան փոխելու է, միևնույնը չի գործում, չէ՞, արդեն քանի 5 տարի առնվազն։ Հա, բայց լավ, գործում է, չի գործում, եթե չի գործում, առավել եւս ինչ է հանդես գալի այդ նախաձեռնությամբ, ինչու Ադրբեջանը այդքան խիստ զգայուն այդ հարցի նկատմամբ, որովհետեւ այդ հարցին խնդրում եմ նաեւ Ռոբերտը պատասխանի։ Ինչու է Ադրբեջանի համար այդքան կարևոր, որպեսզի Մինսկի խումբը լուծարվի։ Ադրբեջանը գտնում է, որ նա այնպիսի ռազմավարական առավելության է հասել Հայաստանի նկատմամբ, որ Մինսկի խմբի փակումով եւ Մինսկի խմբի հետ կապված Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծումով Արցախի հետ կապված բոլոր հարցերը կփակվեն, կվերանան։ Ես նշեմ, որ Ադրբեջանը սխալվում է, Մինսկի խմբի փակումը ընդհակառակը ձեռնտու է Արցախի խնդրում հայկական տեսակետին, եւ ես այստեղ բացարձակապես համաձայն չեմ գործընկերոջս հետ, Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի եւ կարող է դիմել առաջարկով փակել Մինսկի խումբը, որովհետեւ Մինսկի խմբի տրամաբանությունը գոնե սկսած Կազանի հանդիպումից ոչ թե Արցախահայության իրավունքների մասին է, այլ Մինսկի խմբի տրամաբանությունը Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին է Արցախի համար։ Այսինքն Մինսկի խմբի գործունեությունը հակասում էր Հայաստանի շահերին։ Մինսկի խմբի գործունեությունը ի սկզբանե հակասել է Հայաստանի շահերին, քանի գնացել է այդ գործունեությունը ավելի է խորացել։ Այդ դեպքում մենք ինչու 5 տարի, 7 տարի, 10 տարի առաջ հանդես չենք եկել այն լուծարելու առաջ։ Որովհետև կար ստատուս քվո, որովհետև այդ ստատուս քվոն ձեռնտու էր մեզ եւ Մինսկի խումբը աշխատում էր այդ ստատուս քվոյի պայմաններում ձևաչափ էր, որի միջոցով կարելի էր ստատուս քվոն շարունակել պահպանել։ 2022 թվականին ես իմ հանրային ելույթներում արդեն նշել եմ, որ Մինսկի խումբը պետք է փակել, որովհետև քանի դեռ գոյություն ունի Մինսկի խումբը, Արցախահայության
վերաբերմունքների հարցը հնարավոր չի լինելու տարանջատել Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի հարցից, որովհետև Հայաստանի սահմաններից 1 մետր ցանկացած ուղղությամբ դուրս ենք գալիս, բոլորը գտնում են, որ Արցախի խնդիրը տարածքային վեճ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ դրա արտիկուլացնողը եւ ներկայացնողը միջազգային հանրությունում եղել է Մինսկի խումբը։ Այստեղ պետք է Հայկին արձագանքելու հնարավորություն տա։ Ես իհարկե համաձայն չեմ, գիտեք, հայկական տիրույթում Ռոբերտի մասին չի խոսքը վերաբերվում ընդհանրապես։ Շատ հարցեր սկսում են մեկնաբանվել այդ ձևով, երբ որ Ադրբեջանը նման պահանջ է դնում։ Այդպես լինում է Մինսկի խմբի հետ կապված, այդպես լինում է սահմանադրության փոփոխության հետ կապված։ Ադրբեջանը ասում է, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի, այսինչ հղումները պետք է վերանան, միանգամից Հայաստանի իշխանությունները սկսում են դրա մասին խոսել, հետո ասում են, չէ, սա միայն ներքին օրակարգ է, իհարկե արտաքին բան ունի, տարածություն ունի, տարածում ունի, բայց դա ներքին օրակարգ է։ Ես չեմ կարծում, Մինսկի խմբի առկայությունը դա Արցախյան հակամարտության վերաբերյալ հիշատակում է։ Եթե Արցախյան հակամարտության մասին մենք չենք խոսում Ադրբեջանի հետ, դրա հետևանքների կամ Արցախի ժողովրդի կոլեկտիվ վերադարձի եւ այլն, ուրեմն մենք ական ենք դնում տարածաշրջանի տակ։ Երբեք այդ խաղաղությունը չի լինելու։ Այդ ականների մասին մենք անպայման կխոսենք կարճ փողոցում անցկացված հարցման մասին տեսանյութը դիտելուց հետո։ Ադրբեջանի այսօրվա ղեկավարությանը ստուգելու են միջազգային հանրությունը կստիպի եւ ստորագրել կդա խաղաղության պայմանագիրը։ Հավատում եք, որ կկնքվի այդ խաղաղության պայմանագիրը։ Ոչ, պետք է որ ստորագրվի։ Սուտ բան է դա։ Չի ստորագրվելու, ինձ տենց է թրվում։ Հələ դեռ պետք է, հələ ժամանակ պետք է։ Իմ կարծիքով։ Երբեք թուրքին չեն վստահել։ Երբեք թուրքը մնում է թուրք։ Նայած ինչ պայմաններով։ Իհարկե եթե ի վնաս Հայաստանի է, երևի թե կստորագրվի։ Չէ։ Ասեմ ինչի։ Մարդու ախորժակը ուտելուց է բացվում, Ալիևի ախորժակն է լավ բաց է ու չի փակվում։ Չի փակվի։ Միայն թե խաբեություն չլինի պայմանագիրը, ու շատ բան է կախված դրանից։ Մեր անվտանգությունը, մեր երկրի իհարկե։ Իմ կարծիքով մեզ կտա ժամանակավոր խաղաղություն։ Ժամանակավոր բայց։ Ոչ մի բանը չի տա, ամենավատ բանը տալու մեզի, ինչ վդի տա։ Թուրքը ով է։ Նա մեզի երբեք ոչ մի բանը չի ցանկացել։ Միշտ ճնշել է, տենց էլ կգնա։ Սա դերասանություն է տղա ջան։ Դե ցանկացած խաղաղություն արդեն լավ բան է, նայած թե ինչ կետեր են գրված ու այդ կետերը ինչ ուղղությամբ կծառայեցվեն։ Հեչ բան էլ չի տա։ Շատ վատ բաներ կտա։ Դե պապական եկել է արդեն, որ մենք չենք կարող իր այդ հանգիստ ապրենք։ Չեմ կարծում, որ ցանկացած խաղաղության պայմանագրի դեպքում կախված լինի տվյալ պետություններից, մանավանդ որ երկուսն էլ փոքր պետություններ են ու որևէ դերակատարություն չունեն միջազգային ասպարեզում։ Իսկ դիվանագիտության մեջ կարող է ասվել մի բան, բայց արվել այլ բան։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը մեզ կդա տնտեսական աճ, ներդրումների մեծ հոսք, խաղաղությունը ինչ կդա մարդուն, ամեն ինչ։ Անցնենք Ադրբեջանի հաջորդ նախապայմանին սահմանադրության փոփոխություն եւ հայտնի կետերի վերանայում։ Կա կարծիք, որ նաեւ այստեղ հետեւյալ վտանգը կա, որ իսկ միգուցե սահմանադրության նախագիծը իսկապես դրվում է քննարկման, քվեարկության եւ չի հավաքում անհրաժեշտ ձայներ, արդյոք դա ել ավելի չի լարի իրավիճակը եւ Ադրբեջանի կողմից պես կազուսբելի չի օգտագործվի։ Նաեւ ձեր հարցի համատեքստում ես անդրադառնամ գործընկերոջս կողմից նախորդ հարցինի պատասխան հնչեցված կարծիքին, իսկ չեք կարծում, պարոն Խանոմյան, որ գուցե Ալիևը ինքն է խլում այն օրակարգերը, որոնք Հայաստանի իշխանությունները կամա թե ակամա նետում են դաշտ կամ այն կետերում, որտեղ Հայաստանի իշխանությունները թերանում են այդ օրակարգերը վերցնում է եւ փորձում է այդպիսով ազդեցություն գործել Հայաստանի նկատմամբ։ Օրինակ, դուք նշում եք Մինսկի խմբի մասին, բայց սահմանադրության հարցում երբևէ Ալիևը չէր կարող որևէ բան խոսել, եթե Հայաստանի այս իշխանությունները 2018 թվականին հեղափոխությունից հետո անմիջապես իրացնեին իրենց խոստումներից մեկը, որը հեղափոխության ժամանակ
հնչել էր եւ սահմանադրությունը փոխված լիներ 2019 կամ 20 թվականներին եւ չգար հասներ 2025 թվական, հիմա էլ խոսեն այն մասին, որ դեռ 2 տարի հետո էլ նոր սահմանադրությունը փոխելու են։ Այսինքն այստեղ այնպես միանշանակ չէ եւ մեկ ռետորական հարց էլ կցանկանայի ձեզ ուղղել, երբ դուք ասում եք այն մասին, որ մենք պետք է խոսենք Արցախի հարցով Ադրբեջանի հետ, մենք ով Հայաստանի Հանրապետությունը։ Ես կարծում եմ, որ ոչ, Հայաստանի Հանրապետությունը չպետք է խոսի Արցախի հարցով Ադրբեջանի հետ, առաջին հերթին եւ ուղիղ կերպով Ադրբեջանի հետ պետք է Արցախի հարցով խոսեն Արցախի ներկայացուցիչները, մարդիկ, ում Արցախահայությունը լիազորել է, որպեսզի իրենց տանգոն երկուսով են ապրում, իսկ հակառակ կողմը ցանկանում է լսել։ Հասկանալի է, հակառակ կողմը չի ցանկանում լսել, պետք է Արցախահայությունը գտնի մեխանիզմներ եւ այդ մեխանիզմներով միջազգային հանրությանը կարողանա հասցնել իր տեսակետները եւ այսպիսով փորձի ազդել Ադրբեջանի մոտեցումների վրա։ Այլ հարց է, որ Հայաստանի Հանրապետությունը այս հարցում պետք է աջակից լինի, Հայաստանի Հանրապետությունը պետք է իրենից ինչքան որ հասնում է օգնություն ցուցաբերի Արցախահայությանը, բայց Ադրբեջանի հետ Արցախի մասին պիտի խոսեն արցախահայերը, որովհետեւ երբ Հայաստանի Հանրապետությունն է խոսում եւ միշտ է այդպես եղել, բացի երկու Հայաստանի նախագահների դեպքից, քանի որ նրանք ներկայացրել են Արցախը, մյուս դեպքերում Հայաստանի առաջին նախագահի եւ ներկայ իշխանությունների դեպքում եղել են իրավիճակներ, երբ Հայաստանին հարցրել են, եթե դուք չեք ցանկանում, որպեսզի Արցախը լինի Հայաստանի մաս, այդ դեպքում ինչու եք դուք խոսում Արցախի փոխարեն։ Հասկանալի է, որ դա չի եղել տեսախցիկների առջև, հասկանալի է, որ դա չի եղել ամենաբարձր մակարդակով, բայց նման հարցեր հնչել են, եւ դա տրամաբանական հարց է։ Հարցս հիշում եք սահմանադրության մասին։ Ինչ կլինի, եթե հանրաքվեով այն չի անցնում։ Իսկապես, հանրաքվեով այն կարող է չանցնել եւ հանրաքվեով այն կարող է չանցնել երբեք, ոչ թե 2020։ Ուրեմն երբեք չենք ունենա խաղաղ համաձայնագիր Ադրբեջանի հետ։ Ես կարծում եմ ոչ, ես կարծում եմ, որ սա Ադրբեջանի կողմից ընդհանրապես պատրվակ է խաղաղության համաձայնագիրը ստորագրելը ձգձգելու համար, որովհետեւ այս պահին Ադրբեջանին ձեռնտու չէ խաղաղության համաձայնագիրը ստորագրել նույնիսկ համաձայնեցված կետերով եւ եթե կլինի ինչ-որ մի պահ, երբ նպատակահարմար կհամարեն Բաքվում, որ կարելի է ստորագրել այդ համաձայնագիրը, ապա այս հարցի վերաբերյալ մոտեցումը կմեղմանի։ Նույն հարցը ձեզ եմ ուղղում սահմանադրության վերաբերյալ։ Սահմանադրության վերաբերյալ ընդհանրապես, եթե հիշում եք այս խաղաղության պայմանագրի կամ կետերի վերաբերյալ մեկնաբանությունները Ալիևի, ասաց, որ ինքը զրո վստահություն ունի հայերի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ ընդհանրապես եւ զրո վստահությամբ խաղաղության համաձայնագրի ստորագրում կամ եթե տեսանք մեր հասարակությունն է գրեթե զրո վստահություն ունի Ադրբեջանի նկատմամբ, այսինքն Ադրբեջանի նկատմամբ ով վստահություն ունի Հայաստանի իշխանությունը, կամ ես չեմ ուզում կոնֆլիկտի պատմության մեջ մտնել, բանավիճել, բայց այո, Արցախի խնդիրը այն գլխավոր խնդիրն է, որը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հիմքում է։ Եթե այս խնդրի մասին չենք խոսում, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ինչ ենք ամոռանում ենք։ Արցախ բառը մոռանում ենք, արցախցիների իրավունքը մոռանում ենք, Գերակա Մինսկի խումբը լուծարում ենք, հայցերից հրաժարվում ենք, արցախցիների իրավունքից հրաժարվում ենք, նույնիսկ Հայաստանում ինտեգրման ծրագրերը ոչնչացնում ենք, սոցիալական եւ այլն, միգուցե նպաստում ենք արցախցիների արտագաղթին, այս ձևով ենք ուզում հարցը լուծենք։ Այդ ձևում Հայաստան պետությունը կենսունակ չի լինելու։ Անընդհատ իրավունքներից հրաժարվելով, անընդհատ թշնամու առջև ընկրկելով հարց չի լուծում։ Թշնամու հետ հարցերը լուծում են միայն խնդիրների շուրջ կոնսենսուսի գալով, խնդիրները լուծելով։ Այս խնդիրները պետք է դիտարկել ոչ միայն նեղ պրիզմայով, այլ նաև լայն տարածաշրջանային պրիզմայով։ Ալիևը շատ հստակ է արտահայտվել։ Եթե, ապա, այսինքն կլինի կստորագրենք։ Հիմա մենք ինչ պետք է անենք ստեղծված վիճակում։ Ասենք, ոնց ժամանակին Սերժ Սարգսյանը Թուրքիայի Ցյուրիխյան համաձայնագրերի մասին սատանան ձեզ հետ կամ ոնց էր արտահայտվել, չէ՞։ Գրողը տանի, ասենք գրողը տանի էլ պետք չի։ Գրողը տանելու կամ չտանելու մասին չի խոսքը կամ գրողի ծոցը ուղարկելու, խնդիրը նրա մասին է, որ պետք է կենսունակ պետություն կառուցվի։ Այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը պարտությունից հետո չկարողացավ նորմալ բանակ կառուցել։ Սա է գլխավոր խնդիրը։ Եվ նորմալ բանակ չկարողացավ կառուցել, որովհետև որ զինվորականություն չուներ կամ զենք չէր կարողանում գնել եւ այլն, նորմալ բանակ չկարողացավ կառուցել, որովհետև քաղաքական կամք չուներ։ Երկրի ղեկավարը հայտարարում է, որ ինչ բանակ է կառուցենք, մեկը մեր թշնամիները Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանն են, մեկը նրանցից ուժեղ բանակ չեն կարողանալու կառուցել։ Ես այդպիսի արտահայտություն Արցախի նախագահից եմ լսել բարձրաստիճան սպայական
կազմի հետ եւ հետո սպայակազմը նախագահային լուրջ բաների մեջ մեղադրեց։ Եվ մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ սեփական ուժերի վրա չես վստահում, սեփական ուժերի վրա չես հիմնվում, անընդհատ քարոզում ես բարոյա լքում սեփական ուժերի նկատմամբ, դրա համար էլ սկսում են արտաքին տերեր փնտրել։ Մեկը ՀԱՊԿ-ին է օգնության կանչում, մեկը Եվրամիությանը, մեկը Ամերիկայի պոչիցե բռնում, հետո զարմանում են, որ որևէ կոնֆիգուրացիա չի աշխատում։ Որովհետև նախ եւ առաջ սեփական ուժերի վրա չեն հիմնվում։ Սա է գլխավոր խնդիրը հայության, հայկական պետության հետ պատերազմյան շրջանում։ Իմաստ ունի փորձել հասնել դրան, որ այս համաձայնագիրը կնքվի, եթե կնքվելու է միջնորդների մասնակցությամբ եւ նրանց երաշխավորությամբ, թե դա անիմաստ է եւ անառասյունավետ։ Նորից անդրադառնալով գործընկերոջս կարծիքին, ես կարծում եմ այստեղ որևէ թյուրըմբռնում չկա, իսկապես Հայաստանի Հանրապետությունը իր ռեսուրսներով չի կարող ստեղծել այնպիսի բանակ, որը կարողանա գոնե տեսանելի հեռանկարում դիմակայել ադրբեջանա-թուրքական բանակներին, այլ հարց է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել ինչ-որ մի այլ պետության մաս, այդ դեպքում այդ մեկ այլ պետությունը, օրինակ Ռուսաստանը, իր հզորությամբ կարող է հակազդել, բայց ես ճիշտն ասած նման զարգացման հետ համաձայն չեմ։ Եվ ստիպված է Հայաստանը որոշակի հարցերում համաձայնությունների գնալ, կարծում եմ ակնհայտ մանիպուլյացիա է պարունակում հայ-ադրբեջանական կոնֆլիկտ ձևակերպումը, որովհետև կոնֆլիկտը Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ է եւ ոչ թե հայերի եւ ադրբեջանցիների, եւ Մինսկի խմբի լուծարումը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի վերացմանը, Հայաստան պետության եւ Ադրբեջան պետության կոնֆլիկտի։ Խումբը ձևավորվել էր Արցախյան խնդրի լուծման համար։ Իհարկե, բայց Մինսկի խմբի աշխատանքի արդյունքում, եւ դրա արդյունքը մենք այսօր կարող ենք տեսնել գնալով սահման եւ դիտելով Արցախին թե ինչ է այնտեղ կատարվում, այդ հարցը ձևախեղվեց, ձևափոխվեց եւ դարձավ Հայաստանի Հիշեցնեմ հարցը, որովհետեւ ժամանակը արդեն շատ քիչ է։ Ինչ վերաբերում է միջնորդներին, այո, ինչ վերաբերում է միջնորդներին, տեսեք, մենք ապրում ենք աշխարհակարգի վերափոխման ժամանակաշրջանում։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ երաշխիքներ չեն աշխատում։ Կա մեկ տերություն աշխարհում այս պահին, որը կարող է տալ երաշխիքներ եւ կարող է այդ երաշխիքները որոշակի չափով ոչ ամբողջությամբ Եթե այդ միջնորդը ցանկություն ունենա, գուցե նպատակահարմար է նրան ներքաշել այս գործընթաց, բայց այստեղ մենք բախվելու ենք Ադրբեջանի հակազդեցությանը, որովհետեւ Ադրբեջանը համաձայն չէ, որ միջնորդներ լինեն գործընթացում, առավել եւս Ամերիկայի Միացյալ Նահանգները որպեսզի լինի։ Այնպես որ ես կարծում եմ, այստեղ մենք պետք է կարողանանք համաձայնագիրը ստորագրել միաժամանակ ոչ միայն սեփական ուժերը ամրապնդելով, որտեղ ես ամբողջությամբ համաձայն եմ, իսկապես սեփական ուժերը պետք է ամրապնդենք, բայց նաեւ արտաքին դիվանագիտությունում փորձելով որպես հուսալի գործընկեր ներկայանալ, փորձենք նվազեցնել ռիսկերը, որովհետեւ երաշխիքներ ստանալ հնարավոր չէ։ Ուղղակի դա այսօրվա աշխարհում հնարավոր չէ։ Եվ այդ ռիսկերի նվազեցման գործոններից մեկը օրինակ Հայաստանի եւ Թուրքիայի միջև որոշակի հարաբերությունների մակարդակ ապահովելն է, որովհետեւ հակառակ դեպքում, եթե մենք ունենանք այն մակարդակը, որը կար մինչև 2020 թվականը, ցանկացած պահի ինչքան էլ մենք հակակշռենք Ադրբեջանին, Թուրքիային հակակշռել նորից կրկնեմ, մենք չենք կարողանալ։ Միջնորդ մեզ պետք է թե չէ։ Նայած ինչ ենք ցանկանում, նայած ում ենք ցանկանում դերը բարձրացնել եւ այլն, նայած այդ միջնորդությունը ինչ է տալու, նայած կողմերը ինչ են պայմանավորվում, եթե իրոք գնում են դրան, ես այնքան էլ չեմ հավատում, որ գնում են դրան, բայց ես լուրջ գաղափարական կամ սկզբունքային տարաձայնություն ունեմ Ռոբերտի արտահայտած մտքեր եւ նաեւ իշխանության ներկայացուցիչների եւ այլ փորձագետների, որ մենք իշխանություն չի ներկայացնում։ Չէ, այդ ուժերի մասին է խոսքը, էլի ոչ թե իշխանության, այլ այն մարդկանց, ովքեր գտնում են, որ մենք ինչքան էլ ռեսուրս դնենք, չեն կարողանալու հակազդել Ադրբեջանին, Թուրքիային կամ չգիտեմ ում։ Խոսքը դրա մասին չի, խոսքը մարդունակ, նորմալ բանակ կառուցելու մասին է, որովհետեւ իսկ ով է ասել, որ մեր ճշնամին Թուրքիան կամ Ադրբեջանն է այսօր, վա կարող է մի հատ, չգիտեմ, Սիրիայի ահաբեկչական խմբավորումներից մեկն է ձևավորված, որը գալիս է մտնում է տարբեր սահմաններով Հայաստանի Հանրապետություն, կոն դրան ներազդելու հնարավորություն պետք է ունենաս։ Ես չհասկացա սկզբունքային հակասությունը որտեղ է, որովհետև այո, սեփական ուժերի նկատմամբ, որ ասում եք ինչքան է ռեսուրս դնենք Թուրքիայի եւ այլն, դու բանակ ստեղծում ես ոչ թե այս պետության կամ այն պետության հակազդել, դու բանակ ստեղծում ես քո անվտանգությունը ապահովելու համար, եւ հետեւաբար բանակը առաջնահերթ, բանակը կարևորագույն, բայց ոչ այն ձևով, ոնց որ հիմա է արվում եւ հասարակությանը լուրջ վախեր է ներշնչում եւ որի պատճառով այսօր հասարակության
գրեթե կեսը վարչապետն էլ է կառավարության նիստում ասում, զորակոչիկների կեսը խուսափում են զինվորական ծառայությունից, պարտադիր զորակոչից, եւ սա լուրջ խնդիր է Հայաստանի համար, թե դեմոգրաֆիական, թե անվտանգային, եւ այս խնդրի լուծումը քաղաքական կամք է պահանջում։ Ժամանակը քիչ է, մայիսի 9-ին հավանաբար Փաշինյանն ու Ալիևը հայտնվեն մի սենյակում, եւ հավանաբար այդ սենյակում կլինի նաեւ Վլադիմիր Պուտինը։ Հնարավոր են ինչ-որ զարգացումներ։ Այո, հնարավոր է երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի չգիտեմ որերորդ կապակցությամբ մի հատ հայտարարության տակ ստորագրություններ հայտնվեն ընդամենը։ Ես չեմ կարծում, որ Հայաստան-Ադրբեջան պայմանագրի հետ կապված որևէ գործընթաց կարող է լինել այդ սենյակում։ Իսկ այլ սենյակներում մոտակա ամիսների ընթացքում զարգացումներ ակնկալվում է կլինի նրանից, թե գերակա ուժը աշխարհում այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչքան հետաքրքրված կլինի, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեն, եթե հետաքրքրվածությունը մեծ լինի, զարգացումներ հնարավոր են, այո, եթե ոչ, ապա ոչ։ Դե հարցը ոչ միայն այն է, թե որ սենյակում կստորագրվի այդ համաձայնագիրը, այլ ընդհանրապես կստորագրվի, թե ոչ, հա։ Եվ ամփոփելով այս զրույցը, հիշեցնեմ, որ զրուցակիցներս էին այսօր քաղաքական գործիչ Հայկ Խանոմյանն ու քաղաքագետ Ռոբերտ Հևոնդյանը, որոնց շնորհակալ եմ։ Շնորհակալություն։